Պատմական մեծ արժեք ներկայացնող Գառնու 3-րդ հազարամյակի բաղնիքի ճակատագրով շատերն էին անհանգստացած։ Վերջապես խնդիրը կարծես թե լուծում է գտնում։ Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետները Գառնիում են։ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Արքունի բաղնիքի դիցաբանական բովանդակությամբ խճանկարը քայքայման եզրին էր։ Տանիքից թափվող ջուրը թե խոնավ ընդերքն է պատճառը, այնուամենայնիվ Հայաստանի անտիկ շրջանի եզակի խճանկարի քայքայումը լուրջ խնդիր է։ Սա ունիկալ կառույց է, թե բաղնիքը, թե մասնավորապես խճանկարը Հայաստանում պահպանված ամբողջական խճանկարներից միակն է Հայաստանում, պեղվել է 50-ական թվականներին եւ պեղման աշխատանքների ավարտից հետո այն մինչ այսօր որևէ վերականգնման աշխատանքների չի ենթարկվել, միայն կատարվել է որոշակի ամրակայում 90-ական թվականներին, դրանից հետո նոր 2002-2003 թվականին կատարվել է ամբողջ բաղնիքի տարածքի ծածկի կառուցում եւ պատուհանների տեղադրում։ Ամրակայման աշխատանքների արդյունքում ոչ ծածկը, ոչ պատկերը կառույցի ճարտարապետական տեսքի ու տեղանքի հետ համահունչ չէին, ինչպես նաև խճանկարի պահպանման համար համապատասխան միջավայր ստեղծելու կարիք կար։ Ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորհրդակցելով իտալացի մասնագետների հետ որոշեց իրականացնել այս նախագիծը, որի նախնական արժեքը 70 միլիոն դրամ է։ Նախագծով նաև նախատեսված է եղել ծածկի փոխարինում նոր ժամանակակից ճարտարապետական լուծումներով եւ այս իրականացված ոչխարի ծածկը շուտով մենք կփոխարինենք ավելի ժամանակակից հարթ տիպի տանիքով, մետաղական թեթև կոնստրուկցիաներով ծածկ է լինելու եւ մոտեցում կցուցաբերվի նաեւ մոզաիկայի խճանկարի հատվածին, որ ջրահեռացման, ջրաթափանցման խնդիրները վերանան։ Արդեն 2 օր է իտալացի մասնագետներն աշխատում են։ Բաղնիքի գլխավոր խնդիրը քայքայվող խճանկարի վերականգնումն է։ Բավական բարդ ու երկարատև աշխատանք։ Այս փուլում իրականացվում են նմուշարման աշխատանքներ։ Մենք այստեղ Գառնիում ենք, որպեսզի զարգացնենք խճանկարի պահպանման ծրագիրը եւ այնինչ հիմա մենք անում ենք, առաջին հերթին նյութի ստուգումն ու գնահատումն է, որը մենք օգտագործում ենք։ Հիմնական խնդիրն այս խճանկարի հետ կառուցվածքային է, հատիկների միջև առկա են անցքեր։ Թե ինչու են խճանկարի վերականգնման գործում ներգրավված իտալացի մասնագետները, պատասխանը պարզ է։ Իտալիան ամբողջ աշխարհում հայտնի է իր մոզաիկաներով, հունահռոմեական մոզաիկաներով եւ իրենք ունեն մասնագիտացված ինստիտուտներ, որոնք 1 կամ 2 տարվա պատմություն չունեն, կարելի է ասել 1 տարվա պատմություն ունեն, իսկ Հայաստանում, քանի որ խճանկարները այդքան շատ չեն հանդիպում, կարելի է ասել բացառիկ են, իսկ Գառնին առավել եւս, ուստի կարիք էլ չի եղել խճանկարի վերականգնող մասնագետ Հայաստանում ունենալու, ու այս համագործակցության շրջանակները այնքանով է դրական լինելու, որ մասնագետները գալու են Հայաստան ու համագործակցություն է տեղի ունենալու Իտալիայի մասնագետների եւ Հայաստանի մասնագետների միջև։ Հայ վերականգնողները փորձի փոխանակման արդյունքում հետագայում կկարողանան նաեւ պահպանումն իրականացնել։ Սա նեղ ոլորտային մասնագիտացում է եւ Հայաստանը պատրաստված մասնագետների կարիք ունի։ Այս աշխատանքներում ներգրաված են Իտալիայի լավագույն վերականգնող մասնագետները, նախնական ուսումնասիրությունների փուլում ենք, որը շատ եմ կարևորում, քանի որ ինֆորմացիայի հավաքագրումը թույլ է տալիս ուսումնասիրել շերտերը, որից բաղկացած է խճանկարի հիմքը։ Դրանից էլ պարզ կլինի հետագա անելիքների հերթականությունը։ Հայ-իտալական նախագիծը երկարաժամկետ է, միայն Գառնիում մոտավորապես 3 տարվա ընթացքում կվերականգնվի խճանկարն ու բաղնիքը։ Նույն ծրագրի շրջանակներում տուրիստական ուղղությունների բարելավում կիրականացվի Առուճում եւ Դվինում։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։